շիծու կեղծ մեղադրանքով այժմ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում է գտնվում Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ, Մայր Հայաստան ժողովրդական շարժման առաջնորդ, Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը Հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Շատ շուտով Անդրանիկ Թևանյանը հայտնվելու է ազատության մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Ազատություն! Ազատություն! Նիկոլ Փաշինյանը շատ առարկայական պատասխաններ է տալու, պատերազմ եւ պարտություն բերելու, Արցախը հանձնելու, Հայաստանի տարածքներ ադրբեջանական զորքեր մտցնելու, եկեղեցու դեմ հարձակվելու, հայոց ցեղասպանությունը ուրանալու, բյուջեն մսխելու, թալանելու, կոռուպցիայի, սահմանադրությունը ոտնահարելու, Հայաստանը աշխարհաքաղաքական մանրադրամ դարձնելու եւ բազմաթիվ այլ հանցագործությունների համար։ Մարդուն ձերբակալում է զուտի քաղաքական հայացքների համար, իր դիրքորոշման համար, իրեն թիվ մեկ քաղաքական ընդդիմախոս լինելու համար։ Մենք հունիսի 7-ին կատարելու ենք ընտրություն արժանապատվության եւ դեվաստացման միջեւ։ Հունիսի 7-ին! Համար 7-ին! Սա սովորական ընտրություն չէ, սա հանրաքվե է, անկախության եւ կյանքի իրավունքի հանրաքվե։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հունիսի 7-ին գնա ընտրության, գնա, որ ունենանք հայկական պետություն, գնա, որ բանտում հայտնվեն դավաճանները, իսկական դավաճանները, Արցախը հանձնողները, հազարավոր զինվորների մահվան պատճառ դարձածները, մեր հայրենիքի սահմանները սատարգելի դարձնողները։ Հարգելի քաղաքացի, միացիր մեր պայքարին, միացիր, որ պահենք Հայաստանը, միացիր, որ փոխենք, միացիր։ Միացիր! Միացիր!